Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն։ Օր դեկտեմբերի 2։ Փորձելով Քրիստոսին։ Եվ Քրիստոսին էլ չփորձենք, ինչպես նրանցից էլ ոմանք փորձեցին և օձերիցը սատակեցին։ Առաջին Կորնթացիս 10:9 խոսք։ Ինչ նկատի ունի Պողոսը, երբ խոսում է Քրիստոսին փորձելու մասին։ Պարզ ասած, դա նշանակում է նրան փորձության ենթարկել, ինչպես երբ մենք հարցնում ենք, որքան ողորմած կլինի Աստված ինձ հետ, եթե ես այս մեղքը գործեմ, որքան ժամանակ կարող եմ տրվել իմ մեղքին, մինչև նրա զայրույթը չբորբոքվի, ինչպես կարող է նա դատել ինձ, եթե ես նրա զավակն եմ։ Այսօր շատ քրիստոնյաներ անզգուշորեն նույն հարցն են տալիս խաղալով մեղքի հետ։ Նրանք ուզում են տեսնել, թե որքան մոտ կարող են հասնել անդունդի եզրին առանց իրենց մեղքի հետևանքներին դիմակայելու։ Կարճ ասած, նրանք փորձում են Քրիստոսին, մերժելով Աստծո խոսքի հանդիմանությունը։ Երբ մենք հակասում ենք այն ճշմարտությանը, որը Աստծո հոգին հստակորեն բացահայտել է մեզ, մենք անտեսում ենք Պողոսի նախազգուշացումը. «Եվ պոռնկություն էլ չանեք, ինչպես նրանցից ոմանք պոռնկություն արին, և մեկ օրումը 23,000 մարդ վայր ընկան։ Ուրեմն, ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի»։ Խոսք 8 և 12։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք դուք չեք փորձում Աստծո թանկարժեք շնորհի սահմանները։ Հնարավոր է դուք ինքներդ ձեզ համոզել եք. «Ես նոր կտակարանի հավատացյալ եմ, ծածկված եմ նրա արյամբ, ուստի Աստված ինձ չի դատի»։ Շարունակելով մեղանչել, դուք լիակատար անարգանք եք ցուցաբերում Տեր Հիսուսի ձեզ համար կատարած մեծ զոհաբերության նկատմամբ։ Դուք նրան բացահայտ ամոթի եք ենթարկում ոչ միայն աշխարհի աչքերում, այլև ամբողջ երկնքի և դժոխքի առջև։ Եբրայեցիս 6:6 խոսք։ Կորնթացիներին ուղղված առաջին ամակի 10:13 խոսքում Պողոսը նկարագրում է բոլոր փորձություններից խուսափելու ճանապարհը։ Աստված հավատարիմ է, որ չի թողի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստե, որ կարողանաք համբերել։ Նա մեզ փրկության միջոցներ է տվել Աստծո սուրբ երկյուղի մասին աճող գիտելիքների և փորձառության միջոցով։ Հաղորդակցվեք նրա հետ և ճանաչեք նրա սերը, և դուք երբեք չեք ցանկանա փորձել նրան։